Պատկերացրեք մի տեսարան մի հին, ժանգոտ մետաղադրամ գցում են մի բաժակ ամպելիքի մեջ։ Հա, Ու առավոտյան այն հանում են ու այն փայլում է, ուղղակի նորի պես։ այո, շատ հայտնի փորձ է։ Դե եթե ինչ-որ բան կարող է մետաղից ժանգը մաքրել, երբևէ մտածել եք, թե այն ինչ է անում ձեր օրգանիզմի հետ։ Հենց դա է հարցը։ Այսօր մենք ձեզ հետ բացելու ենք քաղցր գազավորված ըմպելիքների, այսպես ասած, գործը։ Մի երևույթ, որն այնքան խորն է մեր մշակույթի մեջ, որ մենք կարծես թե չենք էլ նկատում։ Դարձել են նորմա։ Այո, մեր առջև մի ամբողջ թղթապանակ ապացույցներ կան, հետազոտություններ, քիմիական թեստեր, փորձագետների կարծիքներ, ու մեր առաքելությունն է պարզել ովքեր են իրական մեղավորները այս գունավոր շշերի մեջ։ Շատ ճիշտ եք շեշտը դնում, սա իսկապես հետաքննության է նման, որովհետև խնդիրը գիտեք շատ ավելի խորն է, քան ուղղակի շատ շաքար պիտակը։ Այսինքն մենակ շաքարը չի։ Բնավ, խոսքը բարդ քիմիական միացությունների մի ամբողջ հանցախմբի մասին է, որտեղ ամեն մեկն իր դերն ունի։ Ու երբ նայում ես վիճակագրությանը, թե սպառումն ինչքան է աճում, հասկանում ես, որ գործը շատ հրատապ է։ Լավ, եկեք սկսենք հետաքննությունը հենց կասկածյալներից։ Ովքեր են այս գործի գլխավոր դերակատարները։ Դե բաղադրությունը գրեթե միշտ նույնն է. ջուր, շաքար կամ դրա փոխարինիչները, թթուներ, բուրավետիչներ։ Կոնսերվանտներ, կոֆեին, ածխաթթու գազ։ Այո, ստանդարտ հավաքածու։ Եկեք կանգ առնենք գլխավոր կասկածյալի շաքարի վրա։ Ես այստեղ թվեր եմ նայում ու անկեղծ ասած ուղակի չեմ հավատում։ Ասում է 1.5 լիտրանոց կոկա-կոլան պարունակում է մոտ 40 թեյի գդալ շաքար։ 40, այո։ Սպասեք, սա ուղակի անհեթեթություն է։ Փորձում եմ պատկերացնել, դա մի մեծ բաժակ շաքարավազ է։ Ով կվերցնի ու գդալով կուտի այդքանը։ Ոչ ոք։ Բայց մենք դա խմում ենք, հա, առանց մտածելու։ Ու հենց այդ պատկերն է խնդրի հիմքը։ Կարևոր է հասկանալ, թե ինչու է դա վտանգավոր։ Բանը մենակ կալորիաները չեն։ Դե այո, ճարպակալում եւ այլն, դա հասկանալի է։ Այն առաջացնում է քաղվածություն ու հարվածում է մեր օրգանիզմի ամենազգայուն կետերից մեկին։ Երբ դուք խմում եք այդ ըմպելիքը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, այսպես ասած, հրթիռի պես թռիչք է կատարում։ Հա, Ձեր ենթաստամոքսային գեղձը խուճապի է մատնվում ու սկսում է հսկայական քանակով ինսուլին արտադրել, որ փոխի իրավիճակը վերահսկել։ ու երբ դա անընդհատ է կրկնվում։ Հենց այդպես։ Ժամանակի ընթացքում այս մշտական ծանրաբեռնվածությունը հանգեցնում է մի վիճակի, որը կոչվում է ինսուլինառեզիստենտականություն։ Այս տերմինը հաճախ եմ լսում, բայց ինչ է դա նշանակում, եթե շատ պարզ բացատրենք։ Դե պատկերացրեք այսպես. Ձեր բջիջներն ունեն դռներ, իսկ ինսուլինը բանալի է, որը բացում է այդ դռները, որ շաքարը ներս մտնի ու էներգիա դառնա։ Հասկանալի է։ Երբ անընդհատ օրգանիզմը ողողում եք շաքարով, դա նույնն է, թե անդադար թակեք այդ դռները։ Ի վերջո բջիջները հոգնում են։ Այո, ու այսպես ասած, փոխում են փականները։ Ինսուլինի բանալին այլևս լավ չի աշխատում, շաքարը մնում է դրսում, արյան մեջ, ու սա երկրորդ տիպի դիաբետի ուղիղ ճանապարհն է։ Շատ պարզ բացատրեցիք։ Այսպիսով, գլխավոր կասկածյալը շաքարը ունի ալիբի առանց շաքարի տարբերակը, բայց ստացվում է, որ այդ ալիբին գեղցիկ է։ Կարելի է այդպես էլ ասել։ Այսինքն նրա հանցակիցները, արհեստական քաղցրացուցիչները նույնքան մեղավոր են։ Ճիշտ այդպես, այստեղ պատկերն ավելի է մթագնում։ Շաքարը փոխարինում են քսիլիտով, ասպարտամով, Ցիկլամատով։ այո, բայց եկեք նայենք դրանց անձնական գործերին։ Քսիլիտը օրինակ կարող է նպաստել երիկամներում քարերի առաջացմանը։ Բայց ահա ասպարտամը E951-ը հատուկ ուշադրության է արժանի։ Ինչու։ Իհարկե, մեր աղբյուրներից մեկը նշում է, որ այն շատ անկայուն է։ Պարզվում է, երբ ասպարտամը տաքանում է ընդամենը մինչև 30 աստիճան, այն կարող է տրոհվել։ 30 աստիճանը դա սովորական ամառային օր է։ Իհարկե, ու տրոհվելիս այն առաջացնում է շատ տհաճ նյութեր, այդ թվում ֆորմալդեհիդ։ Սպասեք, ֆորմալդեհիդ, այն նույն նյութը, որն օգտագործում են դիահերձարաններում։ Այո, հենց այդ նույն նյութը։ Իսկ ցիկլամատը որոշ հետազոտություններում ընդհանրապես համարվում է կանցերոգեն, այսինքն քաղցկեղածին։ Լավ, այս մեղադրանքները շատ լուրջ են, բայց ինչ իրական ապացույցներ ունենք։ Եկեք մտնենք մեր դատաբժշկական լաբորատորիա։ Իհարկե, առաջին փորձանմուշը pH թեստը։ Թթվայնության մակարդակը։ Այո, Coca-Cola-ի pH-ը 2.5-ն է, Fanta-ը 3։ Սա շատ մոտ է քացախի թթվայնությանը։ Լավ, pH 2.5։ Սա հզոր մաքրող միջոց է մետաղադրամի համար, բայց ինչ է դա անում մարդու ստամոքսում, որն արդեն իսկ թթվային է։ Մենք ուղղակի կրակի վրա յուղ ենք լցնում,
Ճիշտ այդպես։ Դուք թթու եք լցնում թթվի մեջ։ Առողջ ստամոքսի համար գուցե դա միանգամից խնդիր չդառնա, բայց եթե մարդն ունի գաստրիտ կամ այրոց, Դա ուղղակի սրում է իրավիճակը։ շատ։ Եվ այս ամենը սկսվում է հենց բերանից, որտեղ այդ թթուն ուղղակի լուծում է ձեր ատամի էմալը։ Սարսափելի է։ Իսկ մյուս փորձանմուշները։ Երկրորդը օրթոխոսֆորական թթվի կամ 338-ի թեստն է։ Սա Coca-Cola-ի ֆիրմային բաղադրիչն է։ Որը տալիս է այդ յուրահատուկ կծվությունը։ Այո, բայց այս հանցագործը գործում է շատ խորամանկ։ Այն օրգանիզմում կապում է կալցիումի իոնները եւ դուրս է բերում դրանք ոսկորներից։ Այսինքն ամեն բաժակ կոլայի հետ դուք թուլացնում եք ձեր քմախքը։ Տարաչիորեն։ Ես նայում եմ Բոստոնի համալսարանի հետազոտությանը եւ այն ցնցող կապ է հայտնաբերել կոլա խմող կանանց եւ ոսկրային խտության նվազման միջև։ Սա օստեոպորոզի լուրջ ռիսկ է։ Եվ երրորդ ամենատեսանելի փորձը շաքարի թեստը, երբ Coca-Cola-ն տաքացնում են, մնում է սև, մածուցիկ, այրված շաքարի զանգված։ Դա ուղղակի տեսողական ապացույց է։ Իսկ երբ նույնը անում են ձեռո տարբերակի հետ, մնում է միայն ներկանյութի չոր հետք։ Ինչը նույնպես իր հերթին հարցեր է առաջացնում։ Եվ սա դեռ ամենը չէ, չէ՞ որ կա նաև կոֆեինը, Որը գրգռում է նյարդային համակարգը եւ առաջացնում է կախվածություն։ ճիշտ է, ու այն հայտնի էներգետիկ անկումը, երբ չես ստանում քո չափաբաժինը։ Հա, Հետո ածխաթթու գազը, որը իբր պետք է հանգստացնի ստամոքսը, բայց իրականում գրգռում է լորձաթաղանթը, հակառակ էֆեկտն է տալիս։ բացարձակապես։ Բայց ամենատագնապալին կարծում եմ բենզոլի մասին է։ Կոնսերվանտ նատրիումի բենզոատ, այսինքն E211-ը վիտամին C-ի հետ կարող է առաջացնել տոքսիկ բենզոլ։ Որը ուժեղ կանցերոգեն է։ Այո, Այս ամբողջ ապացույցներից հետո դե մի հարց է ծագում։ Եթե այս ամեն այդքան վնասակար է, ինչու ենք մենք շարունակում դրանք խմել։ Որտեղ է հանցագործության դրդապատճառը։ ահա այստեղ մենք քիմիայից անցնում ենք հոգեբանության, ու պատասխանը բազմաշերտ է։ Նախ սոցիալական գործոնը, Երեկույթներ, ընկերներ, զվարճանք։ այո, դրանք ասոցիացվում են լավ ժամանակի հետ։ Երբեմն նույնիսկ ոճի կամ թրենդի խորհրդանիշ են դառնում։ Այսինքն մենք խմում ենք ոչ թե ծարավահագեցնելու, այլ էմոցիա ստանալու համար։ Հատկապես որ, ինչպես նշվում է, դրանք իրականում ծարավը չեն էլ հագեցնում։ Ընդհակառակը, Շաքարը ժամանակավորապես բթացնում է զգացողությունը, բայց հետո ծարավն ավելի ուժեղ է վերադառնում։ ստիպելով քեզ խմել էլ ավելի շատ, փակշղթա է ստացվում, եւ այստեղ գործի է դրվում կախվածության քիմիական մեխանիզմը։ Շաքար պլյուս կոֆեին, Այո, այդ համադրությունն ուղեղում ստեղծում է հաճույքի եւ էներգիայի կարճատև զգացում, բայց այդ վերելքին անխուսափելիորեն հաջորդվում է անկում, դյուրագրգռություն, հոգնածություն։ ու դու նորից ուզում ես խմել, որ այդ վիճակից դուրս գաս։ Դասական կախվածության ցիկլ։ Լավ, բայց այս ընկերությունները հսկայական են, ունեն գիտնականների թիմեր։ Նրանք չգիտեն այս ամենի մասին, ինչու են շարունակում օգտագործել այս բաղադրիչները։ Սա զուտ փողի հարց է։ Սա բիզնեսի տրամաբանությունն է։ Կոնսերվանտները, ինչպես նատրիումի բենզոատը, ապահովում են պահպանման երկար ժամկետ։ Ինչը շահավետ է։ Իհարկե, արհեստական բուրավետիչներն ու ներկանյութերը շատ ավելի էժան են, քան բնականները։ Ու կա հոգեբանական ազդեցություն։ Մենք ակնկալում ենք, որ նարնջի համով ըմպելիքը պետք է լինի վառ նարնջագույն։ Ու արտադրողը տալիս է մեզ այդ գույնը։ Անկախ նրանից բնական է դա թե ոչ։ Լավ, ժամանակն է ամփոփելու ապացույցները եւ կայացնելու մեր դատավճիռը։ Այսպիսով, քաղցր գազավորված ըմպելիքները կապված են մի շարք լուրջ հանցանքների հետ՝ ճարպակալում, երկրորդ տիպի դիաբետ, օստեոպորոզ, Ատամների քայքայում, երիկամներում քարերի առաջացում։ որպես դուժողի ցուցմունք, այստեղ նկարագրված է 25-ամյա բանկի աշխատակցի դեպք, ում առջևի ատամներն ամբողջությամբ քայքայվել էին ընդամենը 4 տարի օրական կես լիտր կոլա խմելուց։ Ցնցող օրինակ է, եւ հաշվի առնելով այս ամենը, աղբյուրները տալիս են որոշակի անվտանգության կանոններ։ Եթե լրիվ հրաժարվելը դժվար է, ապա խորհուրդ է տրվում սահմանափակել օգտագործումը շաբաթական 2-3 բաժակով։ Իսկ ում է ընդհանրապես հակացուցված։ Դե մինչև 3-4 տարեկան երեխաներին, հղիներին, կերակրող մայրերին եւ իհարկե քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ուրեմն ինչ խմել, որոնք են այլընտրանքները։ Ամենաակնհայտ եւ ամենաառողջ այլընտրանքը իհարկե մաքուր ջուրն է։ Կարելի է մեջը միրգ կամ անանուխ ավելացնել։ Այո, թարմ քամացյութերը նույնպես լավ տարբերակ են, բայց չափավոր։ Եվ իհարկե բուսական թեյերն առանց շաքարի հիանալի միջոց են։ Շատ տրամաբանական է։
Այսպիսով, ամեն անգամ գունավոր ըմպելիքով շիշ վերցնելիս հիշեք, որ դուք ոչ թե պարզապես ծարավ եք հագեցնում, այլ ինչպես ցույց տվեց մեր հետաքննությունը, գործարքի մեջ եք մտնում ձեր իսկ առողջության հետ։ Եվ վերջում, մի հարց, որը կարծում եմ արժե որ ձեզ հետ տանեք մտորելու համար, մենք խոսեցինք շաքարի վտանգների մասին, բայց տեսանք, որ դրա զրոյական այլընտրանքները, այսինքն արհեստական քաղցրացուցիչները, նույնպես իրենց ռիսկերն ունեն։ Հետևաբար, արժե մտածել, երբ դուք ընտրում եք առանց շաքարի տարբերակը, արդյոք դուք իրոք խուսափում եք վտանգից, թե պարզապես մի խնդիրը փոխարինում եք մեկ այլ, գուցե ավելի քիչ ուսումնասիրված խնդրով։